Նայիրիտի նախկին աշխատակիցներն ընդդեմ Նայիրիտ 2-ին։ Նախկին աշխատակիցները պահանջում են անվավեր ճանաչել պայմանագրի այն կետը, համաձայն որի իրենք հրաժարվել են աշխատավարձի ուշացման համար կուտակված տույժ ու տուգանքներից։ Պնդում են, որ իրենց առջև պայման է դրվել կամ հրաժարվել տույժերից ու ստանալ մայր գումարը կամ ոչինչ չստանալ։ Հայցվորներից մեկը Սաթենիկ Մաչկալյանն է, ասում է 2015-ին հերթական ցույցից հետո Նայիրիտի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանն ակտիվիստներից մի քանիսին հրավիրել է իր մոտ։ Ես իրավաբան չեմ, շատն էլ չեմ հասկանում այնտեղ, ես քիմիկոս եմ, իմ աշխատանքը գիտեմ։ Մի խոսքով ասեք, որ եթե ովքեր կստորագրեն այս պայմանագրի տակ, կստանան իրանց մայր գումար։ Ո՞վ է ձեզ այդպես ասել։ Մեր խմբի անդամները, որ մտել էին տնօրենի մոտ, տնօրենը իրանց ասել էր, որ գնացեք այդպես հայտարարեք ժողովրդին։ Քիմիական գործարանի աշխատակիցները տարիներ շարունակ պայքարում էին աշխատավարձ ստանալու համար։ 2015-ին սկսվեց աշխատավարձի վճարման գործընթացը, այն բանից հետո, երբ ստորագրվեց պայմանագիր։ Դրանով Նայիրիտի աշխատակիցները հրաժարվեցին չվճարված օրերի համար կուտակված տույժ ու տուգանքներից հօգուտ Նայիրիտ 2-ի։ Պայմանագիրն անվավեր ճանաչելու հայցով դատարան է դիմել 21 քաղաքացի։ Այսօր Շնգավիթի առաջին ատյանի դատարանը քննում էր 3-ի հայցը։ Մնացած աշխատակիցները սակայն ակտիվորեն հետևում են դատական նիստին։ Վստահ են, եթե դատարանը բավարարի նրանց պահանջը, շահած այս գործը մյուսների համար նախադեպ կլինի։ Օրենսդրությունը նախատեսում է, որ եթե գործարքները ակնհայտ գործարք ստորագրողի շահերին դեմ են, ապա դրանք համարվում են ստրկացուցիչ գործարքներ։ Քաղաքացիները հակառակ դեպքում նման իրավունքներից հրաժարվելու որևէ ողջամիտ պատճառ չեն ունեցել։ Մարդը ինչի պետք է իր իրավունքից հրաժարվի։ Դատարանը ապացույցներ պահանջեց, որ հայցվորները պայմանագիրն իսկապես կնքել են իրենց կամքին հակառակ սոցիալական վիճակից դրդված։ Հայցվոր Սաթենիկ Մաչկալյանը նիստը նախագահող դատավորին հարցրեց։ Մենակ եմ ապրում, զոհվածի մայր եմ, եւ 18 ամիս իմ աշխատավարձը չեն տվել։ Ես ոչ ոք չունեմ, որ ինձ կերակրի։ Ես հիմա որտեղից ինչ փաստաթուղթ պետք է դերեմ, որ ես այդ իրավիճակում ունենել եմ։ Ինչու են նայիրիցիները համոզված, որ պայմանագիրը չստորագրելու դեպքում կզրկվեին հասանելիք աշխատավարձից։ Նախադեպ ունեն 2000-ից ավելի աշխատակիցներից միակը Կարեն Հակոբյանն էր, որը դատարանի միջոցով տույժ ու տուգանքներն էլ է պահանջել ու թեև վճիրն իր օգտին է կայացվել, արդյունքում ոչինչ չի ստացել։ Ես շահել եմ դատը Նայիրիտի հետ դատավարության, որից 7 միլիոն չափ մոտավորապես եղել է մայր գումարը եւ 5 միլիոնի չափով տոկոսները։ Երբ որ ուրեմն մտել է ուժի մեջ մայր գումարները ստորագրելը եւ տուժերից տոկոսներից հրաժարվել էներգետիկայի նախարարության օգտին կամ Նայիրիտ 2-ի, ինձ առաջարկել են մայր գումարի կեսը։ Կարեն Հակոբյանը դիմել է նաեւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Արձանագրել են քաղաքացու իրավունքները խախտվել են։ Եթե ես չվճարեմ այդ գումարը բուհերին, պետական բուհերում են սովորում երեխաներին ինստիտուտից կհանեն, իսկ երբ որ ինձ չեն վճարում գումարը, դա պարյատկի վիշեյ, չեն ուզում, չեն վճարում։ Մարդ, որի տղան նոր է գալիս, բանակից չեն տալի գումար, մարդ, որը հիմնադիրի թորնա չեն տալի գումար, մարդ, որը ունի դատավճիռ չեն տալի գումար, մարդ, որը ունի մարդու իրավունքների պաշտպանի թուղթ չեն տալի գումար, մարդ, որը ունի Հելսինկյան խմբի թուղթ, որի իրավունքները խանգարում են, չեն տալիս գումար։ Հաջորդ նիստին հայցվոր կողմը պարտավոր է ապացույցներ ներկայացնել, որ պայմանագիրը ստիպված է ստորագրել։ Նիստից հետո նայիրիցիներից յուրաքանչյուրը քննարկում էր, թե ինչ ապացույցներ կարող էր ինքը ներկայացնել հայցվորների փոխարեն։ Կարայի փաստաթուղթ բերեի, որ իմ տունը գրավի տակ ա եղել, բանկի թուղթը ունեմ, որ իսկապես եթե չստանայի, ես ստիպված եմ ստորագրել։ Իմ ապացույցը նա է, որ իմ աղջկան պետք է օպերացիա անենք, նաղդ փող էր հարկավոր։ Նայիրիցիների ու Նայիրիտ 2-ի միջև կնքված պայմանագրի տույժ ու տուգանքներից հրաժարվելու կետն անվավեր ճանաչելու հայցով դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի 27-ին։